Չնայած նրան, որ հարցը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում էր, բայց ամեն դեպքում, ինչպես փորձը ցույց է տալիս շատ դեպքերում, Նիկոլ Փաշինյանը փորձում է փառքը վերցնել իր վրա և առաջինը ինքը հայտարարել դրա մասին։ Նույնը եղավ և կենսաթոշակների դեպքում, ըստ էս նորմալ է դա։ Ես կարծում եմ, որ 10,000 դրամով ընտրակաշար կամ փշրանք բաժանելը դա փառքի ճանապարհ չէ։ Առաջինը, երկրորդը մենատիրության իշխանական այդ մարմաճը, որ որոշ մարդկանց մոտ կա, իհարկե ընդունելի չէ, որովհետև կառավարությունը դա պետական բյուջեի ծախսերի, եկամուտների հավաքագրման հիմնական օրգանն է եւ այդ հիմնական պետական լիազոր օրգանի ցանկացած լիազոր անձ, լիազոր անդամ պետք է իրականացնի իր աշխատանքային անձնագրի մեջ իրեն ներառված լիազորությունները։ Իհարկե, կա այստեղ առաջընկնելու նաև միտում, ես դրան ընդհանրապես ուշադրություն չեմ էլ դարձնում, կարևորը, որ թոշակառուն գոնե մայիս ամսից 10,000 դրամ ավելի գումար կստանա։ Սա է մեր համար կարող, թե չէ ով ասեց, ով չասեց, ես այդ խմբակի մեջ ոչ մեկին իրարից չեմ անջատում։ Բայց իրենք ասում էին, որ սա ոչ թե ինչ-որ պահանջ էր, որին իրենք գնացել են և վերանայել են իրենց քաղաքականությունը կենսաթոշակային, այլ ուղղակի գնաճը այն աստիճանի էր, որ իրենք այդ գնաճից մաս են հատկացրել 10,000 դրամ ավելացնելու։ Գնաճի հետ կապված թեման ասեմ, գնաճը հստակ կարգավորվող պրոցես է եւ գնաճի կարգավորման այդ գործիքները գտնում են կառավարության ձեռքում։ Այլ բան է, որ ներկա կառավարությունը գնաճի մեղմելու, գնաճի հետևանքները մեղմելու համար աշխատանքներ, հիմնական աշխատանքներ, համակարգային աշխատանքներ, հանգույցներ պարզապես չի ձևավորել։ Այլ բան է, որ այդ գնաճը նույնիսկ որոշակի իմաստով ներկա կառավարությանը օգուտ է, որովհետև գնաճից ձևավորում են շրջանառությունները ավելի բարձր մակարդակի եւ այդ ավելի բարձր մակարդակի շրջանառությունները հնարավորություն տալու պետական բյուջեի համար որոշակի եկամուտներ գեներացնել։ Իսկ այդ եկամուտների բաշխումը ես կարող եմ ասել, որ արդարացի չէ եւ որպես հիմնավորում մենք կարող ենք ներկայացնել ծմռանը դեկտեմբեր ամսին բաժանված այդ միլիարդավոր պարգևավճարները, որոնք կարող եմ ասել ընդհանրապես տեղին չէին եւ կարող են գոնե 1-0-ով պակաս լինել։ Վերագրում, որ սա իրենց լավ աշխատանքի արդյունքն է, տնտեսական աճային աստիճանի է հասել, որ նրանք այդ աճից մտածել են, որ հաշվարկ են արել, որ կարելի է, բայց իրենք հաշվարկ նույնիսկ չէին էլ արել, որովհետև երեք առաջին անգամ Գևորգ Պապոյան ասաց, հաշվելով մտքում եւ ասաց, որ 75 միլիարդ տարեկան փաստորեն լրացուցիչ բան է, ծախս է դառնում։ Ընդամենը օրեր առաջ նույն կառավարության մյուս անդամը, որը ավտոմեքենայից սալոնից ինչ-որ սրտիկներ ուղարկելու կամ երկի անհաջող փորձեր է կատարում, պնդում էր, որ ընդհանրապես ոչ մի կոպեկ չկա թոշակները բարձրացնելու կամ հետվճարի տոկոսը բարձրացնելու։ Կարծում եմ իրենց հաշվարկների վրա ծանրանալը անիմաստ է, որովհետև այդ հաշվարկների տակ չկա իրական թվեր, ես ասում եմ չկա, որովհետև եթե հիմք է ընդունում տնտեսական աճը, ապա մենք նախորդող տարիներից մեկում ունեցել ենք ավելի բարձր տնտեսական աճ եւ միգուցե այդ տարի բարձրացնեն եւ միգուցե թոշակառուների արժեվ ներողություն խնդրեն, որ այդ տարիներին թոշակները չեն բարձրացրել։ Նրանց այն հաշվարկները, որ այսպես դեռ լողում են, լղոզած, ոչինչ հայտնի չէ, այդ հաշվարկը ոնց են անելու, ում նկատմամբ են անելու, կենսաթոշակային որ խավի նկատմամբ են անելու, մտավախություն չկա, որ ի վերջո սա էլ կդառնա ուղղակի պոպուլիստական մի քայլ, անունը կդնեն թոշակի բարձրացում, բայց իրականում կամ նվազ շատ նվազ չափով կամ այնքան որ նախընտրական, այսպես քարոզարշավի PR։ Այդ թեմայի հետ կապված կարող եմ ասել, որ որոշումը, որ ապրիլի 1-ից պետք է մտնի ուժի մեջ, դա նոր մայիսի 1-ին կդառնա կոնկրետ գումար թոշակառուի դրամապանակում, այդ առաջին։ Երկրորդ 10,000 դրամը այն ողորմելի գումար է, եւ այդ ողորմելի գումարի շուրջ ինչ-որ կասկածներ ունենալ, որ կտան, չեն տա, ոնց կլինի, ինչ կլինի, սա ընդհանրապես կարելի է չքննարկել, սա ողորմելի գումար է, որովհետեւ թոշակառուների զգալի մասը կոմունալ ծախսերը նույնիսկ չեն կատարում, սառող բնակարաններում հավաքում իրար գլխի, որպեսզի գնան հետվճարով կոպեկներ վաստակեն, 3,000, 4,000 դրամ կոպեկներ վաստակեն, որպեսզի իրենց ընդհանրենք անկախի կառույցի մեջ իրականացվող ծավալը գոնե բարձրանա։ Հասկանում եմ արդյոք 20%-ը նրանց առողջային տարածքներում պարզապես վազքի հնարավորություն է տալ ընդամենը։ Բայց կանխատեսումներ ունեք, որ այդ 10,000 դրամը քվե կդառնա։ Իհարկե, ես նամակներ եմ ստանում, որական հարյուրավոր նամակներ եմ ստանում,
ես չեմ ուզում խոսամ անեծքների մասին, հայհոյանքների մասին, ժողովրդի մեծ մասը, թոշակառուների մեծ մասը, նրանք պնդում են, որ դրանով իրենց ձայնը չեն գնելու։ Այս ժողովուրդը այս երկիրը ստեղծել է, այս երկիրը պահել է, աշխատել է եւ մի բան է ձեզ ասեմ, վերջին օրերին մենք նախկին խոշոր արդյունաբերական հանգույցների թոշակառուների հետ ենք շփվում, բոլորը միաձայն պնդում են, որ երկրում է 10,000 դրամ կամ 5%, 10%, 20% բարձրացնելը դա դեղին դարման չէ։ Պետք են համակարգային փոփոխություններ եւ կարծում եմ համակարգային փոփոխությունները կլինեն ամառվա կեսերից։